Աբովյան համայնքի վերին պտղնի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հողի օրհնանքը խորագրով ուսուցողական մեծ միջոցառում, որի ընթացքում սաները հանդես են եկել ելույթներով և բեմականացումով։ Բովանդակային միջոցառմանը ներկա է եղել Աբովյան համայնքի վերին պտղնի բնակավայրի վարչական ղեկավար Առնոլդ Հարությունյանը։ Ողջունելով կազմակերպված ծրագիրը, վարչական ղեկավարը դպրոցի տնօրեն Աստղիկ Կարապետյանին հանձնել է շնորհակալագիր համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի կողմից, ապա շնորհակալական խոսք ուղղել տնօրենին և ողջ անձնակազմին համայնքի բարեկարգման և մաքրության աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, վերին պտղնի բնակավայրի նկատմամբ սրտացավ և ուշադիր վերաբերմունքի համար։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթելականի վրա։ Պաշտպանության նախարարությունից հաստատել են տեղեկությունը Նյուզեեմի հետ զրույցում, նշելով ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից հավելելով, նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է կանանց խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակցի խնդրանքով անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ, ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին և ընթացիկ ծրագրերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է. «Շնորհավորում եմ ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի անկախության օրվա առիթով։ Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Լիահույս եմ, որ հնարավորություն կունենամ նույն ջերմությամբ հյուրընկալելու ձեզ Երևանում կայանալիք 8-րդ գագաթնաժողովին։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում, հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ալբանիայի ժողովրդին բարօրություն և երջանկություն»։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական նախագիծը, ընդգծելով, որ այն ստեղծում է առողջապահության նոր փուլային ներդրվող համակարգի հիմքերը։ Նախարարը նշել է, որ իրենց նպատակն է 2029 թվականին ճնշող մեծամասնությունն ունենա այս համակարգի հասանելիությունը և ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ։ Նա նշել է, օրենքով ամրագրված որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային մոտեցմամբ 3 տարվա ընթացքում, ապա հավելել է, որ նախագիծը անդրադառնում է ապահովագրության սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, ծառայությունների շրջանակներին, փոխհատուցման մեխանիզմներին, պետական հիմնադրամի ստեղծման կարգին, հիվանդների, ծառայություններ մատուցողների և այլ սուբյեկտների միջև իրավահարաբերություններին։ Առաջին փուլը կմեկնարկի 2026-ին, երբ ապահովագրվելու են 2 խմբեր՝ պետության կողմից ապահովագրվող անձինք մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք,
անձինք, առաջին, երկրորդ, երրորդ խմբեր, սոցիալական ապահովության 28 եւ ավելի բալ ունեցող ընտանիքները։ Վերջին խմբի ապահովագրավճարը ամբողջությամբ կհատուցի պետությունը, տեղեկացրել է Ավանեսյանը։ Նրա խոսքով առաջին փուլով կներառվեն նաեւ այն անձինք, որոնց ամսական համախառն եկամուտը 200,000 դրամից ավելի է։ Երկրորդ փուլում 2027 թվականից համակարգում ներառվելու են մինչև 200,000 դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդ թիվ 2028-ից մնացած խմբերը, այդ թվում գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքի անդամները։ Նախարարը նշել է, որ օրենքով հստակ սահմանվել է հիմնական ծառայությունների շրջանակը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը օրերս մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման 8-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ներկայ են եղել նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրամիության անդամ պետությունների դեսպաններ, տարբեր պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է պանելային քննարկմանը, ներկայացնելով ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում իրականացված քայլերը, մասնավորապես նախարարության ինստիտուցիոնալ եւ եվրոպական ստանդարտներին հնարավորինս մոտարկված բարեփոխումները ոստիկանության փրկարար ծառայության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ոլորտներում։ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին համաձայնագիրը եղել է ուղենշային փաստաթուղթ։ Նախարարը ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը եւ գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ, շեշտելով այս համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցության խորացման կարեւորությունը։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամությունը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ համաձայնագրի շրջանակում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումներին։ Նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի եւ նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Զորական գյուղում դաժան ծեծի հեղինակ տեղաներից մեկը արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է, այս մասին էլ գրառում է կատարել իրավաբան Դավիթ Թումասյանը։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել 1 ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք 20 օրյա ժամկետով։ 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Խափանման միջոցները լրանալու ժամանակ քննչական կոմիտեն երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է։ Միայն 1-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն բացակայելու արգելք, տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, այս մասին նշել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով զորականում անչափահասի ծեծին։ Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում։ Բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրական խարգելման, դեպքերին արձագանքման եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են եւ անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների արկայության մասին։ Մարդու իրավունքների պաշտպան Մանասյանը ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում եւ դրանցից դուրս։ Միևնույն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել անհապաղ հեռացնել ու չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը, ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման եւ մի վնասիր սկզբունքներից։ Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը եւ նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։ Նոյեմբերի 21-ից 27-ին խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում։ Հրշեջ փրկարարները հավատարիմ մասնագիտական պարտականություններին եւ առաքելությանը անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։ Լայնածավալ գործողություններին ներգրավել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող։ Շրջակա միջավայրի նախարարության, էկոպարիկային ծառայության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման եւ տեղական
ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական եւ շուրջ 260 օժանդակ տեխնիկա, պաշտպանության նախարարության ուղղաթիռ, որը իրականացրել է 109 թռիչք օդային հետախուզման եւ հրդեհաշիջման նպատակով։ Ձևավորվել էր օպերատիվ շտաբ, փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել էր նոյեմբերի 21-ին։ Ցավոք նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս 4 հրշեջ փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհային տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ եւ անտառային հատվածներ։ Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 27-ին համաձայն, որի բացահայտվել է 121 հանցագործության դեպք, որոնցից 10 նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 18 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 21-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Չարենցավանի հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերել թմրանոթ պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալելու բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հերոին տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով 19 փաթեթ, ընդհանուր 29.9 գրամ քաշով։ Պարզվել է, որ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր Չարենցավան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ մի քանի փաթեթ արդեն իսկ տեղադրել էր հուշահամալիրի մոտակայքում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել է արդեն իսկ տեղադրված թմրանյութի 23 փաթեթ, ընդհանուր 25.25 գրամ քաշով։ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը օրենսդրությամբ սահմանված եւ հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Նախաքննության ընթացքում կատարված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 10.754.139 դրամի վնասը։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթայևի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում Հայաստանի ունեցած փորձը, ընդգծելով, որ երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա է արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև մեծ ներուժ հետագա գործակցության համար։ Նախարարի տեղակալը անդրադարձել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, նշել, որ տնտեսական առաջընթաց ապահովելու համար մեծ կարևորություն է տրվում որակյալ կրթության, նորարարության եւ գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը։ Նախարարի տեղակալի խոսքով տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է, որպեսզի կրթական համակարգը եւս համահունչ լինի ժամանակի պահանջներին։ Ազատ Աթայևը իր հերթին ներկայացրել է Թուրքմենստանում մշակված եւ կիրառվող նորարարական թվային լուծումները, բուհերի տեխնոլոգիական մշակումները, որոնք ներդրվում են արտադրությունում, ընդգծելով այս ոլորտում հայկական լավագույն փորձի ուսումնասիրման եւ համագործակցության ձևաչափերի ընդլայնման նկատմամբ հետաքրքրվածությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարությանը, օրենքի ուժ ստացած 7-ամյա ծրագրին, որով պետությունը արտոնություններ է տրամադրում ինչպես ոլորտային ընկերություններ
գործողություններին, այնպես էլ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Ներկայացվել է նաեւ ինժեներական քաղաքի թվայնացման կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող գործունեությունը, մարզերում տեխնոլոգիաների առաջընթացին ուղղված նախաձեռնությունները, ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով միջազգային աքսելերատորի հետ համագործակցության փորձը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների ոլորտային մասնագետների մասնակցությամբ, նախանշելով հետագա գործակցության կոնկրետ ուղղությունները։ Վաշինգտոնը Մոսկվային ուղարկել է Ուկրաինայի համար իր խաղաղության ծրագրի պարամետրերը, որոնք մշակել էին Ժնևում Միացյալ Նահանգներ Ուկրաինա խորհրդակցությունների արդյունքներից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիմնական պարամետրերը հաղորդվել են եւ հաջորդ շաբաթ քննարկում կլինի Մոսկվայում, նշել է Պեսկովը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումները, հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։ Նրա խոսքով շաբաթվա վերջում կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում։ Եվրոպացիները պետք է հաշվի առնեն, որ ռուսական շուկայում շատ տեղեր զբաղեցված են տեղական բիզնեսների կողմից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եթե նրանք հանկարծ որոշեն վերադառնալ, խնդրեմ, ես բազմիցս ասել եմ, մենք դեմ չենք դրան, մենք բաց ենք բոլորի համար, պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, բայց իհարկե հաշվի առնելով ներկայիս իրողությունները։ Ես նկատի ունեմ, որ մեր շուկայում շատ տեղեր զբաղեցնում են հիմնականում ռուս արտադրողները եւ ռուս ձեռնարկատերերը, շեշտել է նախագահ Պուտինը։ Վաշինգտոնը շատ շուտով ցամաքի վրա կսկսի պայքարել Վենեսուելայից թմրանյութերի ներմուծման դեմ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ռազմաբազաների հետ շնորհակալության օրվա կապակցությամբ հեռախոսազրույցի ժամանակ։ Մենք կզբաղվենք դրանով, արդեն շատ բան ենք արել, ծովային փոխադրումները կրճատել են 85%-ով։ Դուք հավանաբար նկատել եք, որ մարդիկ չեն ցանկանում թմրանյութեր տեղափոխել ծովով, եւ մենք կսկսենք նրանց կանգնեցնել ցամաքում։ Դա ավելի հեշտ է անել ցամաքում եւ շուտով կսկսենք, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ որ տարածքը կլինի ապագա մարտադաշտը կամ թե ինչ կներառի հակամարտությունը։ Միացյալ Նահանգների բանակի նախարար Դանիել Դրիսկոլը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ Վենեսուելայում կարող են զորքեր տեղակայվել Թրամփի եւ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հրամանով։ Հեքսեթը նոյեմբերի 21-ին հայտարարել էր, որ Վենեսուելայի վերաբերյալ ցանկացած գործողություն հնարավոր է։ Ես կդադարեցնեմ երրորդ աշխարհի երկրներից ներգաղթը, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Կդադարեցնեմ ներգաղթը բոլոր երրորդ աշխարհի երկրներից, Միացյալ Նահանգների համակարգը լիարժեք վերականգնվելու համար, կչեղարկեմ Բայդենի կողմից տրված բոլոր միլիոնավոր ապօրինի մուտքի թույլտվությունները, այդ թվում քնկոտ Ջո Բայդենի ստորագրությամբ տրվածները, կարտաքսեմ բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին կամ անկարող են սիրել մեր երկիրը։ Ես կվերացնեմ մեր երկրի ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները, կզրկեմ ներքին կարգը խաթարող ներգաղթյալներին քաղաքացիությունից եւ կարտաքսեմ բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հանրային բեռ են անվտանգության սպառնալիք կամ անհամատեղելի են արևմտյան քաղաքակրթության հետ, նշել է Դոնալդ Թրամփը։ Սումատրայում տեղացած ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղների եւ սողանքների պատճառ են դարձել, որոնց հետևանքով զոհվել է 84 մարդ, տասնյակներն էլ անհետ կորած են համարվում։ Ոչնչացվել են կարևոր ենթակառուցվածքներ, հաղորդում է Ջակարտա Փոստը։ Բնական աղետը առաջացել է անցյալ շաբաթվա վերջից տարածաշրջանում տեղացող տեղատարապ անձրևներից։ Ցեխաջրերը զգալի վնասել են կղզու տները, ճանապարհներին եւ այլ ենթակառուցվածքներ։ Վնասների պատճառով փրկարարների մուտքն ամենաշատ տուժած տարածքներ մնում է չափազանց դժվար։ Ինդոնեզիայի ազգային որոնողական փրկարարական գործակալությունը շարունակում է անհետ կորած անձանց որոնումները եւ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրյան 2026 թվականի առաջին եռամսյակում մենամարտ չի անցկացնի։ Նա հավելել է, որ Թոփուրյայի հետ կհանդիպի Փեդի Փիմբլեթի եւ Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողը։ Դուք արդեն տեսաք ժամանակավոր տիտղոսի համար նախատեսված Գեյջի Փիմբլեթ մենամարտի անոնսը։ Ավելի վաղ Թոփուրյան գրել էր. «Ես զբաղվում եմ որոշ անձնական խնդիրներով, այդ իսկ պատճառով
առաջին եռամսյակում չեմ մենամարտի։ Այսպիսով Գեյջի եւ Փիմբլեթի մենամարտի հաղթողը կնվաճի ժամանակավոր տիտղոսը, որից հետո կհանդիպի չեմպիոնի հետ, նշել է White-ը։ Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է, հայ մարտիկն ունի 5 անընդմեջ հաղթանակ, ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է մենամարտել միայն UFC-ի տիտղոսի համար, բացառություն անելով միայն Քոնոր Մակգրեգորի դեպքում։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, հանրապետության մարզերում նոյեմբերի 29-ից 30-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան, Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Դեկտեմբերի 1-ից 2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ից 3-ին աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։